Ազատանը Շիրակի մարզի այն 12 գյուղերի ցանկում է, որտեղ հիմքից են նոր դպրոց կառուցել կամ կառուցում։ Դեռ շինարարության փուլում գտնվող դպրոցների տնօրենների համար Ազատանում մարզպետի հետ հանդիպումն այսպես ասած ճանաչողական էր։ Ծանոթացում պատկերացում, թե իրենք ինչպիսի շենքեր են ունենալու։ Գյուղական բնակավայրերում եւ Գյումրի քաղաքում մի քանի դպրոցների կառուցումը եւ հիմնանորոգումն այս տարի կավարտեն։ Դպրոցներ կան, որ արդեն տեղափոխման գործընթացներ են, ոնց որ ամեն շաբաթ մի նոր դպրոց երեխեք գնում են։ Ժամկետների խնդիր որպես այդպեսի չունենք, եղանակային պայմանները դե տարի ծմերը մի քիչ խիստ արեց։ Մենք էլ շատ դեպքերում հիմնականում որակի հետևից են գնում ու ոչինչ 10 օր Էսկոմ 10 օրենքոմը կարևորը որակական որևէ խնդիր չունենան կառուցման համար ու հիմա արդեն ունենք դպրոցներ, որոնք ավարտել են գույքին ենք սպասում, ունենք որոնք ամբողջությամբ տեղավորվել են եւ երկուշաբթի օրը հաջորդ երկուշաբթի գնալու են, ունենք որ այս երկուշաբթիները ոնց որ դե գնացել, այդ գործընթացն է բնականon հունով գնում է։ 2026-ին նոր սկսվող շինարարություն չունեն, քննարկումները հիմնանորոգվող դպրոցների ցանկ կազմելու շուրջ են։ Ծրագրի հաջորդ փուլը 2027 թվականին է։ Քննարկումներն ավարտված չեն նաև գյուղական դպրոցների միավորումների շուրջ։ Մարզում դպրոցներ են փակվում արտահայտություն հայտարարությունները մարզպետին դուր չեն գալիս, որոնք ուռճացված հայտարարություններ է համարում։ Դպրոցները չեն փակվում, այլ կլաստերային մոդելով նորն են կառուցում իրար մոտ ու հարևան գյուղերի համար։ Իսկ թե որոնք են այդ դպրոցները, մարզպետն ասում է, ցանկը երբեմն փոփոխվում է՝ ի հայտ եկող խնդիրների պատճառով։ Այնպես չի, որ կառավարության որոշումը կա ու վերջնական պետչադած է, այդ պետչադած հասկանալի է կառավարության որոշումը ինքը, բայց մենք ես որպես մարզպետ հատիկ առ հատիկ դպրոցների վրայով անցնում եմ, որ նոր ասեցի այնտեղ մենք Հողմիկի դպրոցի խնդիրը լուծեցինք, որտեվ օբյեկտիվորեն այդ մարդիկ շատ ճիշտ հիմնավորեցին ինչի համար Հողմիկը Արեգնադեմին ցանկալի չէ, ցանկալի համասային։ Միավորումը դպրոցների միայն շենքային խնդիր չէ, որ պետք է լուծի, կրթության կազմակերպումը մի քանի գյուղերի աշակերտության մեկ դպրոցում ենթադրում է նաև տեղափոխության հարցերի կարգավորում, որը եւս խնդիր է գյուղական վատ ճանապարհների համայնքային տրանսպորտի չգոյության պատճառով։ Բոլոր ճանապարհները լինելու են հիմնանորոգված, հետո նոր այդ հարցը քննարկելու հենց հիմա մարզպետարանը մի քանի այդպիսի ճանապարհների խնդիր է լուծել, որտեղ անվտանգությունը եւս մեր համար խիստ կարեւոր է գյուղից գյուղ տեղափոխվելու։ Բացի դրանից նաեւ քննարկվում է եթե հարմար է ստացվում տրանսպորտային միջոցներ, ոնց որ այլ երկրների են սկուլ պասերից, որ գյուղերից երեխաներին վերցնի, տանի դպրոց, հետո այդ երեխաներին հետ բերի։ Դպրոցների կառուցման, միավորումների եւ դրա հետևանքով առաջ եկող խնդիրների քննարկումն այսքանով ավարտվեց եւ տնօրենների հետ հանդիպման կարևոր խոսակցության ու դիտարկման թեման դարձան գումար հավաքելու, նվերներ ու ծաղիկ առնելու հին սովորությունները։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը թեժ գծի թեմա է մնալու դպրոցներում ու ընտանիքներում։ Տնօրեններն ու ուսուցիչներն արգելում են, որովհետև խիստ զգուշացում ու վերահսկողություն կա վերևներից, իսկ աշակերտներն ու ծնողները հարցնում։ Տարվա մեջ մի քանի օրեր կան, որ կարելի է շնորհակալություն, նվեր ու ծաղիկ մատուցել ուսուցիչներին, ինչպես կամ ինչու արգելել։ Որպես ծնող հասկանում եմ այն ծնողներին, որոնք փորձում են շնորհակալություն հարցնել մանկավարժին, բայց խնդրելու եմ ու նաև պահանջելու եմ, որ նման դեպքերը դպրոցներում խստիվ արգելվի։ Խստիվ արգելվի են գործընթացները, որոնք ծնողները ինքնակամ փորձում են կազմակերպել։ Վստահ եմ, որ մեր ոչ մանկավարժները, ոչ տնօրենները ներգրաված չեն նման գործընթացների մեջ, այդ ծնողների ազատ կամքն է։ Ծնողների անձնական ցանկության պատճառով հազարով մի տարատեսակ խոսակցությունների առիթ է տալիս, որը արադավորելու է նա աշխատանքը, որը մենք անում ենք։ Մարզի դպրոցների տնօրենների եւ վարչատնտեսական մասի համակարգողների հետ հանդիպման առաջին մասը քննարկվող թեմաներով, որը բաց էր լրագրողների համար, անցավ լուռ լսարանում։ Հարց տվող, պատասխանից սպասող տնօրեններ չկային։ Խորհրդակցության երկրորդ մասը լրագրողների համար փակ էր, հավանաբար այլ մտահոգիչ թեմաներով, ըստ ամենայնի ակտիվ քննարկումների անցումով։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։